Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողների նեջն է մեր եթերում, հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը բելգիական Ontex ընկերությունն իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe-ն ունի նորույթ, բնական բաղադրիչներով մշակված Canbebe վարտիկ տակդիրները, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում, դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ գրգռող նյութեր, ձեր փոքրիկի համար ապահովելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Սիրելի հեռուստադիտողներ, շատ երեխաներ տարբեր սեզոնների պարբերաբար հիվանդանում են, ունեն մեն կոկորդի ցավ, ջերմություն, կարծես թե այս խնդիրը այլևս սեզոնայնություն չի ճանաչում եւ տարին կլոր մենք խնդրին առնչվում ենք, այնպես որ այսօր խոսենք նշիկաբորբերից, հատկապես կրկնվող նշիկաբորբերից։ Այսօրվա իմ հյուրն է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի մանկաբուժության ամբիոնի դոցենտ, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, ում հետ մենք արդեն նախկինում հետաքրքիր զրույցներ ենք ունեցել։ Ողջույն, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Եկեք այսօր խոսենք նշիկաբորբերից, առհասարակ ինչ են իրենցից ներկայացնում, ինչու են այդքան հաճախ կրկնվում, հետո արդեն խոսենք ինչ կարելի է դրա հետ անել։ Նշիկները դրանք Վերանի խորոջում տեղակայված ավշային հունգվածույի կուտակումներ են, որոնք ունեն որոշակի դերակատարում արտաքինից եկող տարբեր մանրէների, վիրուսների ճանաչման եւ պատասխանի ձևավորման մեջ։ Իհարկե, իրանք ունեն դրական նշանակություն, բայց հաճախակի դրականը դառնում է բացասական։ Կա բորբոքում, որը նշիկաբորբ կամ ասում ենք հին բանով հին սովորույթներով դա կոչենք անգինա կամ հետո կոչենք բժշկականով տոնզիլիտ, որը իհարկե մի քիչ տարբերվում է սովորական ծուր շնչական վարակներից եւ այնտեղ քիթմպանի բորբոքումներից մի քիչ ավելի տարբեր է։ Բուն նա առանձնանում է նրանով մասնավորապես, որ ծնողներն հասկանան, որ սովորաբար նշաններն են կամ սուրի կամ կրկնակի է, դա ջերմություն, ինչպես ճիշտ ասեք, դա կոկորդացավն է, դա այդ գեղձերի այտուցվածությունն է, երբեմն փառի առկայությունը, եւ մի հատ շատ կարեւոր նշան կա, որը պետք է հասկանանք, որ խոսքը գնում է ավելի ստույգ հենց իրանց բորբոքմանը, դա հազի բացակայությունն է։ Եվ հազի բնորոշ չէ, եւ քթից արտադրությունը, եթե բուն հենց խոսում ենք նշիկաբորբի եւ դրանց հիմնական ձևերի մասին, դա էլ բնորոշ դեպքում քթի արտադրություն եւ կոկորդացավ։ Ինչն են առաջացնում նշիկաբորբը։ Առաջինը իհարկե առաջացնում են դա վիրուսները։ Վիրուսները կան մի քանի տեսակ վիրուսներ։ Երկրորդը կարևորը դա առաջացնում է ստրեպտոկոկ կոչեցալ մանրեն, որը մենք առանձնացնում ենք նրանով, որ ինքը ի վիճակի է առաջացնել բարդություններ կապված սրտի եւ երիկամների հետ։ Եվ երրորդը, եթե խումբ վերցնենք, դա կա մի խումբ, այսպես կոչված ինքնաբորբոքային հիվանդություններ, որոնց թվում է պատկանում բոլորին քաչ հայտնի երևանյան հիվանդությունը, դա երևանյան հիվանդություն չէ, բայց դրա նման ինքնաբորբոքային, այսինքն չկա որևէ արտաքին գործոն, բայց ինքն իրեն արտահայտվում է նշաններով, որոնցից են մասնավորապես նշիկաբորբը, բացի դրանից բերանի խորոջում սպիտակ կետիկների ստոմացիտի առաջացումով, ավշային հանգույցների մեծացումով, որը եւս կարող է կրկնվել։ Այսինքն մենք ունենք 3 պատճառ, եւ եթե մենք խոսում ենք հատկապես կրկնակի մասին, մենք ապարտադիր պետք է իմանանք դրանցից որի հետ մենք գործը ունենք, որտեղ մոտեցումները շատ տարբեր են։ Դրա համար, եթե կան այդ նշաններ, մի առաջի խնդիրը մեզ համար կլինի տարանջատել եւ ախտորոշել ստրեպտոկոկային ծագմանը, որտեղ դա պահանջում է, ի տարբերություն են երկուսի, պահանջում է հակաբակտերիալ բուժում։ Եվ ստեղ կարևոր է երկուսն էլ ոչ թերագնահատել եւ տալ հակաբիոտիկ այն դեպքում, երբ որ նա իրականում կարիքը կա, կամ տալը կամ չտալը, երկուսն էլ իրանք ոչ հիմնավորված են։ Իհարկե դրա հետ կապված կան որոշակի տեստեր, կոկորդի արդեն տարածված է երկրում կոկորդի արագ տեստեր, որոնք 10 րոպեվա մեջ պատասխանը տալիս են, եթե ճիշտ անցկացված մեթոդով իրականացնես, նա պատասխանը տալիս է տեղ ստրեպտոկոկ կա թե չկա։ Որոշ դեպքերում կան նաև կարող է ՊՇՌ-ի կամ նույնիսկ ցանքսի կարիք, երբ որ պատասխանը ավելի երկար կլինի։ Բայց պետք է լինի հիմնավոր եւ հասկանալ, որ դա պահանջում է հակաբիոտիկ։ Կան վիրուսային մի խումբ հիվանդություններ, մի քանի հիվանդություններ, որոնց ժամանակ իրականում բուժում պետք չի։ Եթե կրկնակի կրկնվում են, արդեն տեղ կա որոշակի կրկնակի վիրուսները, որտեղ մասնագիտական բժշկական գնահատման կարիք կա։ Եվ երրորդը կրկնակիների մեջ ես կնշեի այդ Մարշալի հիվանդությունը, նա մի քիչ այլ է կոչվում, բայց ինքը հայտնաբերվել է ոչ այդքան հեռու անցյալում, մոտավորապես
40 տարի առաջ դա բժշկության համար դա այդքան վաղեմություն չէ, ամերիկացի մի հետազոտողի կողմից նկարագրվել է, որը ինչպես ասացի ինքնաբորբոքային հիվանդություն է։ Այդ դեպքում մոտեցումները այլ են, նա չի պահանջում անտիբիոտիկ, բայց պահանջում է այլ մոտեցում, պահանջում է ախտորոշիչ որոշ տեղորայքի նշանակում, որը կորոշի բժիշկը, թույլ տվեք ես չասեմ, որտեվ դա իրականում, բայց կա մոտեցումն է, դա բժիշկը պետք է որոշի, որ նեն չասենք, թեորիկը վաղամիս օրը ծնողները բոլորը սկսեն այդ ամեն ինչը տալ, ճիշտ է։ Դրա համար բայց մոտեցումը այլ է։ Անպատասխանաբար թիվ առաջի խնդիրը սուր եւ հատկապես կրկնակի է։ Նշիկաբորբերի դեպքում մեր խնդիրը հասկանալ մենք ինչի հետ գործ ունենք։ Այո։ Կարծես թե ես սպասում եմ, որ այս ինքնաբորբոքվող տեսակը պիտի ասեք պարտադիր ռադիկալն է, բայց ոչ, նաև կա կոնսերվատիվ բուժում, ինչպես հասկացա։ Իսկ ինչ կարելի անել այն դեպքում, եթե դուք ասեք, տեսեք, նույնիսկ կարող են հոդերը, սրտամկան ախտահարվել, հա, ինչ անել, եթե արդյոք նման մոտեցում կա, որպեսզի այդ բարդությունների չհասնի նշիկաբորբը, թե եթե այդ տեսակը ախտահարման տեսակն է, ուրեմն պարտադիր անխուսափելի է։ Ինչևէ, ի համեմատ սովորական սոցիալական վարակների, որ կարող է ջերմությունը մի քիչ հոսում է, մի քիչ հազում է, տեղել բժշկի գնահատումը բժշկի կողմից կարևոր է, բայց տեղ բժշկի գնահատումը ավելի կարևոր է հասկանալու համար։ Հասկանալու համար ծագումը հետակա ինչ պետք է մենք որպես վարենք, ինչպես վարել դա այդ ամենը։ Դրա համար այստեղ այդ բժշկի գնահատականի կարևորությունը կա, որ բժիշկը գնահատի ասի այդ տեստը, եթե պետք է անցկացնի, դեղամիջոցները տա, ընդ որում մի հատ կրկնեմ, եթե հակաբիոտիկներ կան, հակաբիոտիկները նույնիսկ երբեմն պահանջում են ավելի երկար բուժում հետագա կրկնությունը կանխելու համար, որովհետև գործնականում տեսնում եմ դեպքեր, երբ որ բժիշկը նշանակել է, բայց պայմանական որտեղ կա դեղ, որ 5 օր է, դեղ կա, որ 10 օր է, բայց ամեն դեպքում 10 օրվա տեղը տվել են 3 օր կամ 4 օր, հետո նորից սկսում է կրկնվել։ Մինչդեռ եթե դա լիարժեք ստանար, այդ կրկնվելու հավանականությունը եւ ժամանակահատվածը հաջորդ գրոյի միջև ինքը կարող է ավելի կրճատվել։ Դրա համար այդտեղ իհարկե այդ բժշկական գնահատականի նշանակությունը այս դեպքում հատկապես կրկնակիների դեպքում հատկապես կարևոր է եւ կարևոր է նաեւ տվյալ դեպքի համար եւ ինչու՞ չէ հետագայում այս ամենը հաշվի առնել, որ հասկանանք, որովհետեւ այդ հերացումը, որ գլանդերի կտրելը, որը շատ տարածված է, սա եւս պետք է հիմնավորված լինի։ Կան որոշակի ցուցումներ հստակ, պետք է հասկանալ, պետք է անցկացնել դրա որոշ դեպքերում դեղորայքային բուժում պատշաճ ձևի, որը կարող է բերել նրան, որ այդ միջամտության կարիքը եւ չլինի։ Իհարկե մեկը եւս մի հանգամանքի մասին ասեմ, որ երբեմն նշիկաբորբը եւ մեծացած նշիկները բերում են նաեւ մի վտանգավոր երևույթի, այն է, որ քնի ժամանակ լինում է շնչառության, որ խռասնում է երեխան, շնչառության կանք կարող լինի, ապնոե կոչեցյալը կարող է լինել, այդ ապնոեն արդեն ինքն է եւս պահանջում է գնահատական արդյոք այդ ապնոեները կան թե չկան, իսկ եթե կան ապնոեներ, բայց այդտեղ արդեն հեռացումը հանդիսանում է կենսական ցուցում, որ երեխայի մոտ դա հանգարց ինչ որ ավելի բարդություններ, այլ բարդություններ չառաջացնի։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր ինֆորմացիա եւ խորհուրդների համար, սիրելի հեռուստադիտողներ, ծնողներ, հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք հատկապես կրկնվող նշիկաբորբերից, անգինաներից, ինչպես շատերիս ավելի քաչ հայտնի եւ ինչպես նշեց բժիշկ Սարգսյանը, շատ կարեւոր է նման դեպքերում հատկապես բժշկի մասնակցությունը բուժման բոլոր փուլերում, որովհետեւ եթե երեխայի նշիկաբորբը բարբերաբար կրկնվում է, ապա բուժման մոտեցումները խիստ կարող են տարբերվել ծագումից սկսած, ընթացքից եւ ինչքանով է երեխայի կյանքի որակի ընդհանուր միջև քնի որակի կամ շնչառության վրա ազդում, այնպես որ մի վարանեք եւ նման գանգատների դեպքում, երբ որ կա կոկորդի ցավ, դիսկոմֆորտ երեխայի մոտ, պարտադիր դիմեք բժշկի։ Հիշեցնեմ մեր այս հատվածի գործընկերոջը բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով, մասնավորապես ներկայացնեմ Canbebe վարտիկ տակդիրները, որոնք շատ ավելի հարմարավետ են եւ ողջ օրվա ընթացքում ապահովում են ձեր փոքրիկների հուսալիությունը, պաշտպանությունը եւ ապահովությունը, չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, առաջարկում եմ շարունակել։